Ողջույն արգելի հետևորդներ, կրկին Նարեի խոհանոցում ենք և այսօր պատրաստելու ենք ամենահայտնի վրացական խնկալիները։ Այն Վրաստանի խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է, որի գլխավոր առանձնահատկությունը ներսում առկա հյութն է։ Նախքան տեսանյութը դիտելը կխնդրեի նաև բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ համեղ և փորձված բաղադրատոմսեր։ Քիչ բաղադրիչներն անհրաժեշտ խմորը պատրաստելու համար ընդամենը ալյուր, ջուր և աղ։ Ես ավելացնում եմ նաև 1 կիլոգրամ ալյուրով արդեն պատրաստել եմ։ Հիմա կպատրաստեմ ևս ձեզ ցույց տալու համար, հարգելի հետևորդներ, ավելացնելու եմ 1 թեյի կտալ աղ, 175 գրամ ջուր և կես կիլոգրամ ալյուր։ Ստացվում է շատ պինդ խմոր, պետք է անպայման հարիճով հարել և թողնել 30-ից 40 րոպե հանգստանալու, իսկ այդ ընթացքում կպատրաստենք նաև միջուկը։ Ահա այսպիսի պինդ խմոր է լինելու, հարգելի հետևորդներ, տեղավորելու եմ պոլիէթիլենային թաղանթի մեջ և թողնելու եմ, որպեսզի հանգստանա։ Մի փոքր տոպրակի մեջ խմորը այսպես իրար կմիացնեմ և կթողնեմ հանգստանալու։ Իսկ մինչ կհանգստանա խմորը, պատրաստում ենք նաև միջուկը։ Վերցրել եմ 3-ից 4 գլուխ սող, 2-ից 3 ատամիկ սխտոր, համերը ըստ ցանկությամբ կարող եք ընտրել, 1 կամ թարմ համեմ և 1 կիլոգրամ տավարի և խոզի խառնուրդ, այսինքն կես կիլոգրամ տավարի միս, կես կիլոգրամ խոզի միս։ Սկզբից բլենդերի մեջ ավելացնում եմ սոխը և սխտորը, այնուհետև համեմի միայն կոթերը, իսկ կանաչին մանր պետք է վերջում կտրատենք մսի վրա։ Հարգելի հետևորդներ, համեմունքներից ես ավելացնելու եմ աղ, սև պղպեղ և խմելի սունելի։ Ցանկության դեպքում կարող եք նաև ավելացնել զիրա կամ ավելացնել նաև չաման, դա ըստ ձեր քիմքի հայեցողության։ Ավելացնելու ենք նաև 400 մլլ ջուր և հարելու ենք բլենդերով ու ավելացնելու ենք մսի վրա։ Համեմը կտրատում ենք մանր և սպասում մինչև բլենդերով հյուսը արդեն պատրաստ կլինի, այստեղ արդեն պատրաստ է, ավելացնում եմ մսի վրա և ավելացնելու եմ նաև մանր կտրատած կանաչին, մի լավ կխառնենք իրար և մեր միջուկը արդեն պատրաստ կլինի։ Միջուկը ևս պատրաստ է, խմորը արդեն լավ հանգստացել է, տեսեք ինչպիսի գեղեցիկ և հարթ խմոր է ստացվել, այն պետք է կրտնագեմ էլեկտրական կրտնակով, որպեսզի ավելի արագ և հեշտ ստացվի։
Հարգելի հետևորդներ, բաժանելու ենք 65 գրամանոց կտորների, ամեն մի կտորը կրտնարկելու եմ և տեղադրելու եմ մեկական գդալ միջուկից և ձևավորելու եմ խնկալիները, հետևեք և կտեսնեք, թե ինչպես եմ այն պատրաստում։ Խմորը մի քանի անգամ անցկացնում ենք մեքենայի միջով, որպեսզի այն 2-ից 3 մմ հաստության լինի, նայեք ինչպիսի գեղեցիկ և հարթ խմոր է ստացվել, ապա մեջտեղում դնում ենք մեկական ճաշի գդալ միջուկ, եզրերը հավաքում ենք փոքրիկ ծալկերով, ավանդաբար վրացիները անում են 19-ից 20 և ավելի ծալկեր, իսկ վերևում ամրացնում ենք պոչիկով, որպեսզի այդ պոչիկից բռնեն և մարդիկ կարողանան այն ըմբոշխնել։ Խնկալիները ձևավորելուց հետո մեկ կաթսաջուր ենք եռացնում, ավելացնում ենք աղ, սև պղպեղ և դափնու տերև, այնուհետև զգշորեն խնկալիները իջացնում ենք ջրի մեջ և հենց սկսեց եփվել, եփում ենք ևս 7-ից 8 րոպե և խնկալիները արդեն պատրաստ կլինեն, երբ արդեն բարձրանան վերև, ջրից վերև, ուրեմն արդեն այն պատրաստ է։ Շատ էլաստիկ և գեղեցիկ խնկալիներ են ստացվել, ոչ մի հատ չի ճակվում այս տեսակի խմորով, փորձեք և ինքներդ կհամոզվեք, հարգելի հետևորդներ, իսկ ինձ մնում է ձեզ հիշեցնել, եթե դեռ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը և հավանեք, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ համեղ բաղադրատոմսեր։ Ձեզ հետ կրկին Նարեն էր, առողջ մնացեք, հաջողություն։